Ինչպես աղախինը իր աչքերը իր դիրոց սերքին գնայի, այնպես էլ հայր մեր աչքերը այսօր քու սերքերուդ քու թեմքիդ գնային։ Հայր երկնավոր որդվույթ Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափար Եզակի անունով է, որ գխոնարինք շնորհած գահիդ առաջ։ Անոր անունով է, որ գներգայանանք սրբության սրբոց գահիդ առաջ։ Մեզի շնորհված արդոնությունով է դեր, որ կարող ենք համարձակությունով մոտենալ շնորհած գահիդ։ Հայր այստեղ ենք քու թեմքդ փնտրելու, քու գամքդ հասկանալու, քու խոսքովդ սնուցվելու, քո հոգով լցվելու, քո ներկայությունդ վայելելու, դեր այստեղ ենք քո լեցունությունովդ լցվելու։ Բայց հայր գիտենք, լցվելու համար թադարգվել է հարկավոր։ Եվ այսօր շատերս եկան քո դունը լցված դարբեր տեսակի միգուցե նաև աղդեղություններով։ Մեր սրտերը, մեր մտքերը, մեր կյանքերում դեր այնպիսի բաներ են լցված, որոնք չպետք է լինեն այնտեղ։ Ներիր մեզ, հայր, գթա մեզ, հայր երկնավոր, թադարգիր մեզ, որբեսի նորովի լցվենք, քեզնով լցվենք, հոգով լցվենք, խոսքովդ լցվենք, հայր։ Հայր այստեղ ենք նաև մեր ուսերին շալագած դարբեր տեսակի նյութեր, խնդիրներ, մարտահրավերներ, վիճակներ, բարականեր, որոնք դրդմեցուցած են մեզ և քեզ։ Վիճակներ դեր, որոնց պատճառով մեր միջավայրը սևացրել ենք։ Արտահայտություններ, որոնք շատերի սրտերը գոդրել են։ Դեր այդ բոլորը քեզի կբերենք, գիտենք, որ դեղյակ ես, հայր, որովհետև դու գերիշխան Աստված ես, բայց դեր դու կսպասես մեզ, որ գանք ներկայանանք գահիդ առաջ, որպես որդիներ հորմը։ Եվ այր այդ բոլորը քեզի կներկայացնենք, և կխնդրենք քեզ մե, և գաղաչենք քեզ մե, և կբաղադենք քեզ մե, հայր, որ այդ բոլորը վերցնես մեզնից, միգուցե շատ հաճախ գարչած լիուլի սրտով չենք հանցնում, բայց հայր, վերցրու դրանք արմադախլիր, հայր, որը դրանք վնաս են տալու ինձ և շատերիս։ Դեր շնորհքդ սփռես մեզ վրա այսօր։ Նորոգեր, հայր, մեզ, խաղաղությունովդ մեզ ետ կարձակես։ Հայր, սիրում ենք քեզ, օրհնյալ ես անցյալ, ներկա և ողջ հավիտենական դարերում։ Ամեն։ Դարիներ առաջ, երբ Հունաստանում էի ապրում, 7-8 տարիներ Հունաստանում ապրեցի։ Ծանոթացա քրոջը, դարեց քույր մներ։ Անունը Էվտիխիա, զվարդը շատ լավ գիրանչնա, չեմ գիտե Դավիթը գիրանչնա ստիգզեր, իստին Էվտիխիա Դավիթ, օքի։ Էվտիխիա գնշանագի երջանգուհի, դարեց քույր մներ։ Եվ այս դարեց քույրը մեզի գբատմեր ինձի, շատ աջախ մոտը գգնայինք այցելության շաքեին հետ և հարազատներով, և որ մը ինձի հետևյալը բատուցա, որ հովիկ եղբայրսավ մեր տրացինգա հույն է։ Քովս կուկար եմ իշ կհարցնեմ, գիտե որ հավատացյալ եմ և Հիսուսին կսիրեմ և հավատքս Աստծո վրա և գսեմ իշտ ինձի Էվտիխիա, ինչպես կարող ես ապացուցել, որ Աստված
գոյություն ունի եւ գա իրապես։ Եվ այս քույրը այդ հույնին կպատասխաներ ասելով, ամեն անգամ երբ որ հարցներ ուր է Աստված գա, գսեր հենց նոր հետը խոսացի։ Հենց նոր քիչ առաջ հետը խոսեցա։ Անոր համար գրնամ քեզի վստահեցնել, որ գա, ես բادرուն չեմ խոսիր գսեմ, հենց նոր I just spoke with him։ Հայաստանում եղբայր ունենք, չեմ գիտի ոմանք կճանչնազինք Նազարեթ եղբայր Բուլղուրջյան, Հովանես եղբայրը Սելաքույրը վերջ տարիներին այցել շատ մոդիկ ենք հետը և օրմը Աբովյան փողոցից, ալաքույր կիրես Աբովյան փողոց, որտեւ հերաբարակ կգնա, աշխարհի ամենագեղեցիկ փողոցն է, որ Հայաստան գնա Աբովյան փողոցով չքայլի կնշանակ Հայաստան չի տեսել։ Որ Աբովյան փողոցով իջներից հրաբարակ պիտի հասնեին, անդե կան բազում սրճարաններ, կաֆեներ եւ ինձ իսավ հովիկ եղբայրներ։ Ինչպես կրնաս հասկանալ։ Ես փորձառու եմ ասավ։ Եվ գուզեմ քեզ այս փորձառությունս փոխանցել։ Ասավ ինչպես կրնաս հասկանալ, որ կաֆեներում լիքը զույգեր նստած են եւ այն որ զույգը իրոք իրար սիրահարված են, իրար սիրում են եւ որ զույգը ոչ։ Նայր սավ եւ ինձ իսե։ Եվ ես նայեցի ասի Նազարեթ եղբայր, այսինքն եթե այստեղ հասել են, արդեն կաֆեում նստած են եւ արդեն իրար հետ հաց կուտեն կամ սուրճ կխմեն եւ գվայելեն Երևանի այդ քեղեցկությունը, որը քեղեցիկ է Երևանը նաեւ գսեն գիշերով եւ գսեն Երևանը սիրո քաղաք է եւ ով որ հոստեր նստած է որ նշանակեր բոլորը սիրով են։ No, գսե ով եղբայր, no։ Ասարներ։ Նայր լավ զույգերուն սավ։ Այն զույգը սավ որոնք բուն, գրագոտ, ջերմերան զրույց ունին իրար հետ։ Անոնք են սավ այդ զույգը, որ սիրահարված են իրեն։ Եվ ինչպես պիտի գիտնաս, որ սիրահարված չեն, այդ զույգերը, որ թեև իրար հետ գջաշեն, թեև իրար հետ գողկողքի նստած են, թեև նույն սեղանը գգիսեն, բայց լուր ու մունչ նստած են, չեն խոսիր իրար հետ։ Եվ խորում ճշմարտություն մգա ասոր մեջ մեր եւ Աստուծո հետ մեր ունեցած հարաբերություններում աղոթքը մեր եւ Աստուծո միջև ունեցած սիրո հաղորդակցության արդացոլումն է ինչպես այդ զույգը երբ որ իրար հետ իրենց սերը գարդայրը զրույցով, ջերմ երանդ հաղորդակցվելով, այդ զրույցն է, որ գոկն է իրար ճանաչել, հասկանալ, հաղորդակցվել, մտքեր փոխանցել եւ այլն։ Ուրեմն ճիշտ նույնն է սիրեներ, մեր եւ Աստուծո միջև մեր ունեցած սիրո, հաղորդակցության, հարազատությունը աղոթքն է։ Աղոթքը Աստուծո հետ խոսալ կնշանակի, ճիշտ այնպես ինչպես մենք իրար հետ կխոսենք։ Որովհետև եթե ուզում ենք մեկս մյուսին ճանաչել, մենք պետք է խոսենք եւ խոսալով է որ մենք կսկսենք իրար ճանաչել, աղոթելով է, որ մենք կսկսենք Աստուծո բնության, գործելագերբի, էյության, նկարագրի եւ բնության մասին ծանոթանալ, ճանաչել եւ հետեւաբար երբ որ կսկսեմ ճանչնալ Աստծուն արդյունքը կլինի իմ հավատքի եւ վստահության գայունությունը որով այնքան զրուցած եմ, այնքան մտքեր ենք փոխանակել, այնքան խորհուրդներ եմ ստացել, որ հիմա ես արդեն կարող եմ հավատալ եւ վստահել Աստծուն։ Ուրեմն աղոթքը գոհքն է ինձ, որ կարողանամ այս սերտ վստահության եւ հավատքի սույները կառուցել Աստծուց հետ։ Աղոթքի մասին կխոսենք
թեև նույնպես այս է, ասիկա բիդելա նույնտիս գորիզը, բայց նայմ շուչնալ բիդի բդդինք։ Մեղքը միշտ չէ, որ բարձրացայնում է։ Միշտ չէ, որ մեղքի քոյությունը մեր կյանքում կամ եկեղեցական կյանքում բարձրացայնորեն կլսվի, գարդայդվի։ Շատ հաճախ մեղք ըսվածը, մեղքը անցայն, լուր և ձածուկ կարող է մտնել մեր կյանքում, եկեղեցում, կարող է մեղքը կալ մտնել և այս խորանի արջևեն կամ աղոտքի խորանի արջևեն անցայն անցնիլ և շարունակել իր կյանքը և չաղոթելը այդ մեղքերից մեկն է, ինչպես մենք այս նյութի բացմանը տեսանք Սամվել մարգարեն Քավլիցի գսե որ ես մեղք գործեմ ցեզի համար չաղոթելով չաղոթելու մեղսալիությունը կտեսնենք այստեղ եւ հետեքայում նաև պիտի տեսնենք անցյալում տեսանք այսօր պիտի անդրադառնանք եւ հետեքայում պիտի տեսնենք թե ինչու համար մեղք կհամարվի Աստծո առաջ երբ ես չեմ աղոթեր իմ չաղոթելս իմ մասին ինչ կհուշե Եվ չես աղոթում, և չեմ աղոթում, և ես չունիմ աղոթքի կյանք, ամեն օր աղոթքի կյանք։ Եվ աղոթքը իմ երկրորդ բնությունս չի դարձել։ Չաղոթելու այս մեղսալ վիճակը իմ հոգիս պիտի չորացնե։ Ճիշտ այնպես ինչպես, երբ որ փույս մգարնես, թարմ է, ծաղիկները վարվրուն են, գեղեցիկ է, քույները հիանալի, դուն կբերես և կդեղատրես որտեղ որ պետք է և միայն կհիանաս այդ ծաղիկով, բայց չես ջրի, արևի ջարակայտների չափաբաժին չես տա և այլն, մի քանի օր հետո այդ ծաղիկը ինչքան էլ գեղեցիկ լինի, ինչքան էլ հրաբուրիչ լինի, ինչքան որ բուրումնավետ լինի, այդ ծաղիկը իր գեղեցկությունը, իր բուրումնավետությունը, իր հրաբույրը պիտի գործունցնե, դերևները պիտի թափին վրայից, հողը պիտի ջակի չորանա, ծաղիկները պիտի թարամին, թորոմին, և եթե այդպես շարունակես, դահաճ հոտ կսկսի կայլ այդ վաղեմի բուրումնավետ ծաղիկից, նույնն է իմ հոգիս, Եվ որ ես չեմ աղոթեր, այդ աղոթքի գաբը չունիմ Աստծուց հետ, իմ հոգիս որքան ալ գեղեցիկ, որքան հրապ, պիտի թորոմի, պիտի թարամի։ Չաղոթելով նաև իմ հոգևոր կյանքիս վկայությունը պիտի սկսի չորանալ։ Հոգևոր կյանքը սկզբանն է չաղոթելը։ Չաղոթելը այնպիսի մի հարված է քո իմ հոգում, որ քո հոգին անդամալույց է դարձնում, անշարժ, անպետք, անպիտան հոգու։ Շատ լսած ենք, որ աղոթքը մեր հոգու թթվածինն է, օքսիջեն։ Եվ իրոք, որ այդպես է։ Ինչպես կարող է զանազանել հավատացյալը, հովիվը, բադվելին, վերաբադվելին, քահանան, սարգավակը, եպիսկոպոսը, հոգևոր առաջնորդներ, դիդղոսներ թիր և կամ շարքային ատամ, ինչպես կրնամ զանազանեն, ով է, որու հոգին է գենսունակ,
նվիրյալ, ծառայության եւ իր կյանքը գենսունակ է օքին։ Մենք կարող ենք զանազանել այդպեսին իր աղոթքի կյանքից ելնելով։ Աղոթքի կյանքն է, որ քեզի պիտի դա այդ ծաղկունությունը, այդ բուրումնավետությունը, այդ հրաբույրը, այդ վգայությունը, այդ գենսունակությունը։ Քրոջ հետ կփարվեմ ամենագիրագի որ գուկա։ Հեսի, քուրս ոնց ասավ, ամեն օր գաղութեմ քեզ համար, Հովանես եղբայր եւ եկեղեցին համար։ Ամեն օր արավոտ շուտ կզարտեմ եւ աղոթքի բահունիմ եւ սա ուրիշ բան մնալ։ Չի իմանում դեր օրտնեկուտ։ Աստվածաշունչը գքրեմ սավ, փար առ փար, գրի գար Աստվածաշունչը ամեն։ Աստվածաշունչ եւ աղոթ դեր օրտնեք քուրս ինձ համար շատ օրտնություն ես։ Աղոթք եւ Աստծո խոսք։ Այս է Աստուծո հետ փող հաղորդակցության միակ միջոցը։ Աստված իր խոսքը տվավ մեզի, որպեսզի մեզի հետ խոսի։ Մենք Աստծո ցայնը գլսենք իր խոսքի միջոցով։ Երկու գիրագին առաջ պատվելի Ջոնաթանը խոսավ Աստծո խոսքի կարևորության մասին։ Ուրեմն Աստված ինձ հետ խոսի իր խոսքի միջոցով, մենք Աստծո հետ կխոսենք աղոթքի միջոցով եւ գասիգա գվերածվի փող հաղորդակցությամբ։ Պատկերացրեք միագողմանինի, հանդիպած եք մարդկանց հետ որ շփվում ես, հանդիպում ես կամ մի դեղ եք, միանիկն է խոսում։ Դու ուզում ես, դու շարունակում չի թողում խոսած, միագողմանի եմ, հոգնում ես, զզվում ես։ Էլ չես ուզում այդ մարդու հետ հանդիպել։ Բայց երբ որ փող հաղորդակցություն կա, դու խոսում ես, նա լսում է, եթե նա է խոսում, դու ես լսում, եւ այսպես փոխանակում ենք, հոս է որ փող հաղորդակցություն է, եւ հոս է որ սկսում են սկանչելի գործեր իրագործվել մեր կյանքում։ Եսայա 43:22-ի մեջ ցավալի երևույթի մը գանտիմինք։ Եսայա 43:22 Ահ, Տեր Հիսուսիմ։ Աստված իր ժողովրդին Իսրայելին գխոսի, նեմնացեք ինչ կսե։ Բայց տուն ինձի չգանչեցիր, այսինքն չաղոթեցիր, ով Հակոբ։ Հապա ինձ մեծ ցանցրացար, ով Իսրայել։ Քու ողջագեզներուտ ոչխարները ինձի չփերիր եւ քու զոհերովը զիս չփարավորեցիր։ Չաղոթել, աղոթքի կյանք չունենալ, Աստուծո խոսքը գսե դվյալ անձը, երբ որ աղոթքի կյանք չունի, ով որ է, կնշանակի որ ցանցրացած ես տուն Աստծո։ Տուն ինձի չաղոթեցիր, ով անունը տիր, եթե այդպիսին է, հապա ինձ մեծ ցանցրացար գսե, ցանցրացել եմ Աստծուց։ Գիտեք ով կցանցրանա, քիչ առաջ հիշադակեցի, երբ որ գզրուցես մեկումը հետ, խոսես մեկումը հետ, եւ այս փող հաղորդակցությունը չի գա, ցանցրույց կսկսի բերել։ Չաղոթելով Աստծուն ասած կլինենք, որ ով Աստված քեզ մեծ ցանցրած եմ, հոգնել եմ, հերիք այլ շաբաթը մի ժամ, կես ժամ, 40 րոպե կամ հերիք է։ Գիտեք, չաղոթելու վտանգներից մեկն հետևյալն է, երբ որ ես չեմ աղոթեր, իմ հոգիս սովամահության կմատնվի, բայց, որպեսի ցույց տամ, որ ես եւ իմ հոգեվոր կյանքս եւ իմ հավատքի քայլս առողջ է, խապկանքի կյանք պետք է դրսևորեմ։ Prayerlessness quenches the spirit, and yet you continue on living a life of apathy.
խապված կյանքի գմատնես քեզ, ցուցադրության, ցուցամոլության զուգի մեջ կինամ։ Այսպիսին է վիճակը, երբ որ ես աղոթքի կյանք չունիմ, կսկսի մարմինս չընդհապել ցույց տալ, որ ես չաղոթելու մեղքը եկեղեցիներ եւ անհաններ, գիտեք ինչի գվերածե գրոնական կորձիկների, հաստատությունների, religious machines. Բայց Հիսուս ինչ ասեց, երբ որ իր հոր դունը մտավ, երբ որ ոնդեղ ավիրել էին սավ, իմ հորս աղոթքի դուն պիտի գոչվի։ Բայց երբ որ աղոթքի կյանք չկա, Աստուծո մեր հոր դան մեջ, մենք ալ չէ Սուրբ Հոգին դունն ենք, որպես անհատ եկեղեցին դերոջ գվերածվի գրոնական նախաձեռնության մեխանիզմ։ Փոխանակ լան աղոթքի դուն։ Հիմա ինչու աղոթել, եթե Աստված գերիշխան է, sovereign. Why pray if God is sovereign? Ինչ կնշանակե գերիշխան։ Գերիշխան, Աստծո գերիշխանությունը։ Այսինքն կնշանակե, որ Աստված ամեն բան գիտե, ամեն բան իր գամքի համապատասխան է դեղի ունենում, ամեն ինչ նախասահմանել է, սկիզբն էլ եւ վերջն էլ, այսինքն ամեն բան Աստուծո մտքում, ծրագրերում արդեն սահմանված է, իրագործված է, համադեղված է։ Եվ Աստծո գամքին ոչ մեկը կարող է հակառակ գնալ, եթե Աստված ծրագրավորել է, որոշել է, էլ վերջ։ Լավ, եթե ամեն բան այսպիսին է, Աստված այո գերիշխան է, ամեն բանի վրա իշխանություն ունի։ Ինչ որ ուզե, այնպիսին պիտի լինի, ապա ինչու համար աղոթեմ։ Եթե Աստված գիտե իմ պետքս, գուտա։ Եթե չի գամենա, չի դա։ Ուրեմն իմ աղոթքս ինչի է պետք։ Նա գտա էլի եթե պետք է, եթե պետք չի դա։ Ինչու համար աղոթել դերունական աղոթքը, Հայր մեր, որ երկնքում ես, Սուրբ Եղիցի անունքով, եկես թե արքայություն քո, ինչպես երկինքն ու երկիրը, Եղիցի գամք քո։ Եթե միայն քո գամքդ պիտի լա, այդպես է, ինչի համար աղոթեմ։ Արդեն իր գամքը պիտի լա։ Աղոթեմ կամ ոչ, իր գամքը պիտի կործատրվի։ Հիմա ասիկա հարց մնե, որ փազում անգերց, ազնիվ, հոգևոր հավատքի մարդիկ, հավատացյալներ, Քրիստոսի հետևորդներ հարցրել են։ Կամ իրենց մտքերում մեջ այս հարցը ձգել է ուշ կամ գանող։ Բայց այս հարցերի պատասխանը եւ բարդ է, եւ շատ հեշտ է։ Երբ հասկանամ ինչու համար է աղոթքը, երբ ես հասկանամ աղոթքի վարդապետությունը եւ աղոթքի արգայությունը եւ աղոթքի բադվերը ինչու դրված է, երբ որ ես կհասկանամ ինչ է աղոթքը, ինչու այդ ժամանակ շատ ավելի հեշտ կլա, թյուրին կլա պատասխանել այդ բոլորը։ Երբ ես կհասկանամ, որ աղոթքը ոչ թե Աստուծո միտքը փոխելու համար է, Աստված մտածած է, որոշել եմ չեմ գրա վեճ, բայց աղոթքը դրա համար չէ, որ ես Աստծո միտքը փոխեմ, այլ աղոթքը դրա համար է, որ ես իմ միտքս, իմ սիրտս
եւ իմ գամքս անոր մտքի, անոր սրդի եւ անոր գամքի հետ զուգընթացեմ։ Ես գաղութեմ, որբեսի դեր իմ միտքս, իմ սիրտս եւ իմ գամքս, որ նվեր մնեմ, այդ բոլորը քո սրդի մտքի եւ գամքի համապատասխան լինի, զուգահեռ լինեն։ Մյուս կողմից էլ Աստծո խոսքը ինչ կսե, իրար համար աղոթեցեք։ Աստծո խոսքը մյուս կողմից ինչ կսե, արդարի ջերմիերանտ աղոթքը, հավատքով գդարված աղոթքը շատ ազդեցություն ունի։ Խնդրեցեք եւ պիտի գտնեք, դուրը թագեք եւ պիտի բացվի։ Այսինքն, այս բոլորը աղոթքի ոլորտում նշված գործոնները, որ մենք պետք է կատարենք, բայց նորեն հարցը կա, եթե Աստված գերիշխան է, ես չեմ կարող նրա միտքը փոխել, ես չեմ կարող նրա գամքը փոխել, ես չեմ կարող նրա սահմանածը փոխել, բայց ինչու համար աղոթեմ։ Ինչպես կարող ենք հաշտեցնել Աստծո գերիշխանությունը եւ աղոթքի բադվերը արգայությունը մեր կյանքերում։ Աղոթքը, երբ որ ես կաղոթեմ, ասած կլինեմ Աստծուն, ով Աստված, ես ենթարկվում եմ քո գամքին, քո մտքին եւ քեզ։ Ենթարկվում եմ։ Երբ որ մարդ արարած աղոթքի ձունգի գուկա, դեր ես ենթարկվում եմ։ Երբ գաղոթեմ, գկիդակցիմ նրա գերիշխանությունը եւ իմ մարդ լինելս, ոչնչությունս, նայեցեք, ինչու համար աղոթել, որովհետև Աստված գերիշխան է, կամ եթե Աստված գերիշխան է, այլ հարցը, որովհետև նա գերիշխան է, նրա համար նրան գաղոթեմ, որովհետև նա ամենագարող է, նա գերիշխան է, նա ամենահզոր է, նա ամեն բան կարող է անել, անորմար ես գաղոթեմ Աստուծոմը, ով կարող է ամեն բան անել։ Ամենը աղոթքը եւ Աստծո գերիշխանությունը այսպես իրար զուգընթացը գնամ, որովհետև նա գերիշխան է, ես միան նրան գաղոթեմ, գվստահիմ, գաղերսեմ, գխնդրեմ, որով երբ որ ես խնդրանք մունիմ, պետք մունիմ, գգնամ մեկումը, ով կարող է այդ պետքս լրացնել, ըստ իր հաջության եւ ըստ իմ օգտավետության։ Երբ գաղոթեմ, գահայդարարեմ կամ ցույց կտամ, որ նա գերիշխան է, ինչպես ասեցինք, եւ ես իր ծառան եմ, ասեն դեր բադվիրիր, ես կդարեմ։ Եվ աղոթքը ցույց կտա, որ հայր, ով Աստված, ով գերիշխան Աստված, ես առանց քեզ անկարող եմ։ Իմ կյանքս քեզնից է գախյալ, դու իմ արարիչն ես, ես քո ցերքերի գործն եմ, օգնիր ինձ եւ այլն։ Գիտեք, Աստված գերիշխան է, բայց Աստված նաեւ իր գերիշխանությունում այն ծրագրերը, որ պիտի իրագործե, միջոցներ է օգտագործում իր ծրագրերը իր գերիշխանությունում արգա եղող բոլոր ծրագրերը միջոցներով օգտագործե։ Although God is sovereign, but he uses means to accomplish his sovereign plans. Օրինակ, Աստված գերիշխանն Աստված ծրագիր ուներ մարդկությունը մեղավոր մարդունը փրկելու, փրկագործության գործը։ Հիմա Աստված չէր կարող, շատ հաճախ լսում ենք, չէ՞, թող խոսքը ասեր, բոլորը փրկվեին ու վերջ։ No. Թեև Աստված գերիշխան է, ամենազոր է, ամեն բան կարող է, բայց իր փրկագործությունը իրականացնելու համար օգտագործում է իր խոսքը,
Բայց ինչպես իր քարոզիչների միջոցով։ Ինչպես պիտի գսե հավատքը լսելն է ու լսելը Աստուծո խոսքը։ Բայց ինչպես պիտի հավատան, եթե չլսեն, եւ ինչպես պիտի լսեն, եթե չուղարկվին, եւ ինչպես պիտի ուղարկվին, եթե եկեղեցին չհովանա, եւ այլն Հռոմեացի 10-ի մեջ կտեսնենք։ Ուրեմն Աստված թեև գերիշխան է, պիտի փրկի մարդկությանը, բայց մարդկային միջոցներ գօգտագործե, միջոցներ, կորձիկներ, իր խոսքը անոնց ցերկի մեջ կտնեմ, իր խոսքը անոնց բերնի մեջ կտնեմ, սիրեմ Աստծո խոսքը եւ գսե դուր, քարոզե Եվ այդ քարոզչության միջոցով մարդիկ փրկվում են։ Նույն աղոթքը շատ հաճախ ծննդոցից հայտնություն, բազում դեղերում մենք կանտիմենք, որ Աստված, գերիշխան Աստված, գիտե ինչ պիտի անի։ Բայց գսպասե, որ մենք խնդրենք իր մեն, իդ կգադարե։ Եվ բազում օրինակների մեջ կան, ամենից որ Աստված աղոթքի միջոցը գօգտագործե իր գերիշխան ծրագրերը, իր մտքում եղածը իրագործը։ Գսպասե, որ մենք խնդրենք, որ անունը գսե խնդրեցեք եւ պիտի դրվի ցեզի։ Աստված չի գիտեր, որ ինձի պետք է այսիգա։ Իհարկե գիտե։ Ես դեռ եւս չմտածած, չխնդրած Աստված գիտե իմ պետքս եւ ինչ պիտի խնդրեմ, անշուշտ գիտե, դրա համար գերիշխան ամենակետ Աստված է, բայց նա գսե արի ինձ մոտ Հովանես զավակս, արի մոտ աղջիկս, արի come to me, talk to me, բաց սիրտդ, այդ հաղորդակցությունը գուզեմ ես մե, Սիրտդ բաց, բատմե ինձի, գիտեմ այդ բոլորը, բայց գուզեմ լսել քեզ մե քո շրտներից, իմ գիտակցությունս մեկում դիր, ես ուզում եմ քո շրտներից լսել, քո սրտի ցայնը լսել, զավակս, աղջիկս, հովիվս, եպիսկոպոսս, փոփս, քահանա, զավակս, արի come to me, I'm your father, քո հայրիկն եմ, խնդրե, Եվ որ գխնդրենք, եվ որ իրենք ուքանք, եվ որ սիրս կպանամ, Աստված ինձի գխոսի, եւ այս զրույցի ընթացքում իմ գամքս, իմ սիրտս, իմ փապակներս Աստուծո գամքի սրտի փապակների հետ գմիացուլվի։ Եվ ոնե որ Աստված կսե, ասե քո պետքդ։ Ու Աստված շատ հաճախ Չի կործեր, լինելով գերիշխան, մինչև որ մենք չաղոթենք։ Եղան գսե մեզի բես մարդեր, մեզի բես, քո իմ նման մարդեր, աղոթեց, երկինքը կոծվեցավ, անցրև չեկավ։ Հետո նորեն աղոթեց, երկինքը բացվեցավ, անցրև եկավ։ Եվ բազում բարականեր կտեսնենք Աստծո խոսքի մեջ։ Աղոթքի ի պատասխան է շատ հաճախ Աստված իր գործը կատարում։ Եվ քիչ առաջ ասեցի, եւ ճիշտ այս աղոթքի կյանքն որ ունենք Աստծո հետ, այս աղոթքի հաղորդակցությունը որ ունենք, երբ որ ես կաղոթեմ, Աստծուն կսկսեմ ճանաչել եւ ճանաչելով Աստծուն իմ հավատքս եւ վստահությունս կամրաբնթվի։ Եվ ճիշտ այս է աղոթքի կորձոնի նպատակը արգայությունը մեր կյանքերում։ Աման Աստծո խոսքը Հիսուս անդադար կսե Թեսաղոնիկեցոց նամակի մեջ կսե անդադար աղոթ կրեք։ Անդադար աղոթեք, որպեսզի անդադար քո հավատքդ աճի, վստահությունը դերոջ վրա ամրապնդվի։ Եվ այս գաբը լինի։ Որ շատ հաճախ երբ գաղոթենք Կարող է իմ աղոթքի խնդրվածքս, նյութս, Աստծո գամքի համապատասխան չլինի։ Մի բան եմ խնդրում, մի դեղ եմ ուզում գնալ, մի ծրագիր եմ մշակում, project բան ունիմ, բայց իրականությունում Աստծո գամքի համապատասխան չէ։ Անորմալ պետք է աղոթեմ քո գամքդ ըլլա։
եղիցի գամքո եւ ոչ թե իմ գամքս վար բարձ օրինակ պետք է ուրիշ հարթակի վրա էր, բայց ճիշտ այս նույն պատկերը գտեսնենք Դեր Հիսուս Քրիստոսի կյանքում Գեթսեմանի բարձում Ձունգի եկած Դեր Հիսուս կհաղոթե գբադերազմի Քրդինքը արյանգաթիների վերածված է դիվային աշխարհի հետ պիտի բادرազմի մեղքը մարդկության իր վրա պիտի գրե եւ հաղթանակ պետք է դանի եւ փասանիցուլերը գսե բաշարեցին զիս ամեն գոմե եւ Հիսուս որդի մարդոն աղոտ կնեքսե ով հայր եթե կարելի է այս բաժակը, այս բարգության բաժակը, այս դառնության բաժակը վերցրու, չխմեմ, չեմ ուզում, չխմեմ, բայց ոչ թե իմ գամքս լա, այլ քու գամքը ով հայր։ Եվ հայրն ասված, սա իմ գամքս է, որ ադիգա խմես։ Եվ Հիսուս Քրիստոս բարգության, դառնության բաժակը խմեց, քյո եւ իմ փոխարեն, որբեսի մենք հաղորդյան ստեղանի վրա օրտնության բաժակը խմենք, քաղցր բաժակը խմենք, օրտնության բաժակը խմենք։ Ավարտեցի։ Աղոթքը ինչ որ բաներ խնդրելու համար չէ։ Prayer is not about asking for things from God. Երբեք։ Դերգամի քալ գերագի կշարունակենք աղոթքի հասկացողությունը մեր կյանքերում եւ այլն։ Սխալ հասկացողություն կա աղոթքի։ Աղոթքը, ավարտեցի, աղոթքը ինչ որ բաներ խնդրելու համար չէ դրված մեզի, այլ աղոթքը ամբողջությամբ սկզբից մինչև վեճ մեր հայրիկի հետ, հոր հետ սերտ հաղորդակցություն ունենալու համար է։ Prayer isn't just about asking for things. Prayer is about building relationship with our Creator, God the Father. Լավ, եթե ասված գերիշխան է, եթե իր միտքը որոշել է այս ծրագիրը այսպես պետք է լինի, ինչու համար պետք է շարունակեմ աղոթել, ասեմ ձեզ, պետք է նոր ժամանակը ավարտվեց, քալ գիրագե կշարունակենք, շատ կարևոր ճշմարտության վրա պիտի կենտրոնանանք, հենց այս առումով, թե ինչու համար Աստված գսպասե, գբադվիրե, գբահանչե, որ մենք շարունակենք աղոթել նույնիսկ երբ նա գերիշխան Աստված է։ Բացառիկ ճշմարտություններ դերը մեզ պետք է հայտնեմ, դերը գամի քալ գիրագի, դեր օրհնեմ ես սիրելիներ, աղոթքի կյանք մշակենք մեր կյանքերում։ Թող ամեն մեկս աշխատենք մեր վրա, լինելու ամենօրյա աղոթքի մարդիկ իր փառքի համար եւ այս եկեղեցու օրհնության եւ արթնության համար։